Արդյոք թվային ներկայացվածությունը վերածվում է իրական մասնակցության եւ ազդեցության։ Առանց գենդերային հավասարության, առանց կանանց քաղաքական մասնակցության մենք չենք կարող ունենալ ժողովրդավարություն։ Ամբողջ աշխարհում հետընթաց է գենդերային հավասարության տեսանկյունից բոլոր ոլորտներում։ Ինչ են իրենցից ներկայացնում այդ ժամանակավոր հատուկ միջոցները եւ ինչի համար են, որպեսզի պատմական եւ հնարավորությունների անարդարությունը որոշակի խմբի նկատմամբ փորձենք մեղմել։ Իրականում չեմ կարող չհարցնել նաեւ մեր ազգային ռազմավարության մասին ձեր կարծիքը։ Կուսակցությունները դրան քաղաքական գործընթացների դարպասապահներն են։ Եթե ուզում ես այդ դարպասով մտնել, առանց իրենց թույլտվության, առանց իրենց հետ այդ խաղի կանոնների մեջ մտնելու չես կարող։ Կանանց քաղաքական մասնակցության, ժամանակավոր հատուկ միջոցների եւ միջազգային փորձի մասին բաց տեքստով։ Ցայք հեռուստաընկերության եթերում։ Ես Լիլիթ Մակարյանն եմ եւ այսօր մեր հյուրն է ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հավասարության փորձագետ Լաուրա Սիմոնյանը։ Ողջույն Լաուրա, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ողջույն Լիլիթ, շնորհակալ եմ հրավերի համար։ Միանգամից անցնենք ամենակարևոր հարցերից մեկին։ Ինչ հիմքեր կարող ենք արձանագրել քաղաքական գործընթացներում մասնակցության հավասար հնարավորությունների մասում։ Հղում կատարելով նաև այն բոլոր իրավակարգավորիչ մեխանիզմներին այս դաշտում, ինչ են իրենցից ներկայացնում այդ մեխանիզմները, ինչքանով են դրանք գործնական եւ ինչ են տալիս մեզ։ Շնորհակալ եմ շատ նախ հրավերի համար եւ նաեւ թեմայի կարեւոր ձեր կողմից թեմայի կարեւորման եւ անդրադարձի, հատկապես երբ ամբողջ աշխարհում հետընթաց է գենդերային հավասարության տեսանկյունից բոլոր ոլորտներում, հետեւաբար խոսել արկա հիմքերի կարգավորումների մասին նույնպես շատ էական եւ կարեւոր է, որտեղ դրանք այն նորմատիվ ակտերն են, դրանք այն սկզբունքներն են, որոնք ոչ միայն Հայաստան, այլև ողջ մարդկությունը համաձայնել է երկար քննարկումներից հետո, որպեսզի դարձնի սկզբունքներ եւ ուղեցույցներ։ Երևի թե մինչեւ խոսել Հայաստանում գործող իրավակարգավորումների մնացյալի մասին, պետք է նշել, որտեղ այս հարցը հաճախ նույնպես շոշափվում է, ասում են, ինչու է Հայաստանը, օրինակ գենդերային հավասարության թեմ, կանանց մասնակցության թեմաները շատ արծարծվում, դա արդյոք ինչ որ տեղական արհեստական օրակարգ է, շատերը, այսինքն կարևորությունը եւ թեման ճիշտ տեղակայելը շատ էական է, մինչեւ թեմայի բուն քննարկմանն անցնելը եւ այս տեսանկյունից հենց նաեւ կապելով ձեր հարցին, ուզում եմ նշել, որ Հայաստանը, ինչպես այլ շատ պետություններ, միացել է այսինքն ՄԱԿ-ի անդամ է նախ, ստորագրել է մի քանի կարևոր հռչակագրեր եւ գալով արդեն կանանց իրավունքներին եւ հավասարությանը, ՍԻԴԱ-ի կոնվենցիան, որը կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան է, մենք 1993-ին ենք միացել, այսինքն երբ մեր պետությունը ստեղծվել է 2 տարի հետո, մենք այդ շատ կարևոր կոնվենցիան վավերացրել ենք։ Դրանից բխում են արդեն մի շարք ենթաօրենսդրական ակտեր, նախ մեր սահմանադրությունում է իրավահավասարությունը ամրագրված, հավասար մասնակցության իրավունքը, բայց գալով քաղաքական արդեն մասնակցության հիմքերին, մենք իհարկե ունենք երկու շատ կարևոր փաստաթուղթ օրենք, օրենսգիրք, մեկը ընտրական օրենսգիրքն է, մյուսը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքն է, սրանք որպես հենց քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության եւ հավասար մասնակցության ոչ միայն կանանց, այլ այդպես երաշխիքներ օրենսդրական, բայց պետք է նշեմ, որ հենց հատուկ գենդերային ռազմավարության, գենդերային քաղաքականության իրականացման հայեցակարգ մենք 2010 թվականին ենք ունեցել, որից հետո 2013 թվականին մեծ հաշվով մենք ունեցանք մեր առաջին մի օրենք, որի մասին գրեթե մոռացվել է, բայց բավական քննարկումներ կան կառավարությունում, ինչպես նկատել ենք, դա նաև ամրագրվել է մեր 2025-20 թվականների գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունում, որի մասին նույնպես քիչ անց թերևս կխոսեմ, եւ դա կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման մասին օրենքն է։ Այս օրենքը եզակի իրեն սովորաբար դա պետք է ներ գենդերային հավասարության մասին օրենք, բայց ինչ-ինչ պատճառներով անվանումը փոխել են, էությունը նույնն է մնացել, մենք ունենք այս օրենքը անփոփոխ այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ այդպես մի քանի այլ օրենքներում փոփոխության հետ պայմանավորված փոփոխվել եւ հենց այդտեղ հստակ ամրագրվում եւ սահմանվում է ընտրական գործընթացներում կանանց, տղամարդկանց հավասար մասնակցության բոլոր հնարավոր այդ շատ կարեւոր այդտեղ ցուցիչներն են, այդտեղ հենց
ամրագրվում է ժամանակավոր հատուկ միջոցների մասին դրույթը, այսինքն եթե այդպես նայենք, ունենք նաև ռազմավարություններ, որովհետեւ երևի դասընթացի չվերածեմ այսպես դասախոսության, այսքանով դեռ սահմանափակենք ըստ հարցերի ես կանդրադառնամ ըստ հղումների։ Շատ բարի, նշեցիք ժամանակավոր հատուկ միջոցների մասին, այս տերմինը չնայած իր հույժ կարևորությանը շատ տարատեսակ ու տարաբնույթ բացատրություններ, մեկնաբանություններ եւ նույնիսկ անվանումներ ձեռք բերեց մեր հասարակության մեջ, շատ երբեմն հանգելով կարծրատիպային մոտեցման, զուտ տղամարդ կին հավասարության շատ խիստ կարծրատիպային մոտեցումների դարձավ շատ հիմք խոսելու այն մասին, որ նաեւ այն բավականին քննարկվող թեմա էր, երբ որ մենք խոսում ենք գենդերային թեմաների մասին, ամեն անգամ խոսում ենք նաեւ քվոտաների մասին։ Մեծ հաշվով ինչ են իրենցից ներկայացնում այդ ժամանակավոր հատուկ միջոցները եւ ինչի համար են նախատեսված, ինչ ակնկալել այդ միջոցներից։ Շնորհակալ եմ շատ հարցի համար ու ինձ հետաքրքիր է մեր հեռուստադիտողների մոտ, երբ իրենք սկզբում լսեցին, հա, ժամանակավոր հատուկ միջոցներ, կարծում եմ քչերը հասկացան, որ օրինակ խոսքը գնում է քվոտաների մասին, մինչև դուք դա ինքներդ նշեցիք։ Այո, կա ցավոք սրտի թյուրըմբռնում եւ նաեւ սխալ համաշխարհային, այսինքն գլոբալ մակարդակով այնքան սխալ տերմիններով սկսեցին երևույթի մասին եւ դա երևույթ չէ, դա գործիքներ ու մեխանիզմներ են։ Այս մեխանիզմների մասին խոսել ընդհանուր մինչև, չգիտեմ, դրական խտրականություն կամ խտրականություն տղամարդկանց նկատմամբ առանց հասկանալու, որ հենց նույն Սիդան ինքը հատուկ բանաձևով հստակ շեշտադրեց, որ դրանք այլ կերպ անվանել թույլատրելի չէ, իրենք կոչվում են ժամանակավոր հատուկ միջոցներ, մենք ունենք նաև մեր օրենսդրությամբ սահմանված, ինչ են դրանք։ Տեսեք, երբ խոսում ենք հավասարության մասին, գենդերային հավասարության մասին, տարբեր ոլորտներում կա թյուրըմբռնում, երբ բացառապես իրավահավասարությանն են նայում եւ ասում են օրենքը որևէ կերպ խտրական չէ, հա, հարմարեց այլ հարց է ուղղակի անուղղակի խտրականությունները, բայց ընկալումները այս մակարդակից ավելի խոր, այսինքն հիմնական հարցին չեն գալիս հնարավորությունների մասով, հա, անգամ մեր 13 թվականի օրենքը խոսում է կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովում։ Ես ուզում եմ այս հնարավորություններ բառը հատուկ շեշտադրել, որովհետեւ հնարավորությունների ապահովման մասին է խոսքը, հավասար հնարավորություններ։ Օրենքով միգուցե չկա խտրականություն, բայց այդ օրենսդրական մեր իրավունքները իրացնելու համար պետք են հավասար պայմաններ, որը բնականաբար չկա, պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Ինչ են ժամանակավոր հատուկ միջոցները։ Սա միայն կանանց չի վերաբերում, այս տեսանկյունից օրինակ նույն ազգային փոքրամասնությունները հաշմանդամություն, այսինքն կրկնակի, հա, խոցելի եւ թիրախավորող պայմաններում կարող ենք ելի դիտարկել ժամանակավոր մեկ, այսինքն երբ որ մենք հասնենք հավասար հնարավորությունների ապահովմանը, ոչ միայն իրավունքների, ինքը ժամանակավրեպ կլինի եւ կարող ենք այլևս չօգտագործել։ Երկրորդ, հատուկ միջոցներ, այսինքն մենք ոչ թե երբ որ ասում դա խտրականություն չի, դա հատուկ ժամանակավոր միջոց է, որպեսզի պատմական եւ հնարավորությունների անարդարությունը որոշակի խմբի նկատմամբ փորձենք մեղմել եւ փորձենք այդ գենդերային արդարությունը ապահովել, հա, ստեղծելով հավասար հնարավորություններ, հավասար մրցակցություն, այս տեսանկյունից նույն քաղաքականությունը վառ օրինակ, մինչ օրինակ մեզ մոտ քվոտաները 2003-ին առաջին անգամ քվոտան եղավ, հա, այսպես խորհրդարանում 5%-ից ենք սկսել։ Մենք հասել ենք 30% քվոտայի, բայց ուզում եմ նաև նշել, եթե թվային ներկայացվածությունն էլ նայենք, բավական քիչ էին։ Մենք կանայք չեն եղել, մենք քվոտայի միջոցով նորմալիզացրինք եւ նորմալ դարձրինք կին քաղաքական գործիչների ներկայությունը խորհրդարանում, նրանց գործունեությունը եւ քվոտաները ժամանակավոր հատուկ միջոցներից միայն մեկն են։ Մենք ունենք նաեւ օրինակ կուսակցությունների մասին օրենքում նպատակային պետական ֆինանսավորում, ունենք բազմաթիվ դասընթացներ, կարողություններ, այդ մասին էլ առանձին, եթե ժամանակաների կխոսեմ։ Շատ բարի, ես ուզում եմ նաեւ մենք անդրադառնանք ԵԱՀԿ-ի կողմից առաջին անգամ ԵԱՀԿ-ն իրականացրել է Հայաստանի կանանց քաղաքական մասնակցության ազգային գենդերային գնահատում։ Սա փաստորեն առաջին անգամ է տեղի ունեցել մեր պետության պատմության մեջ։ Ինչքանով է այն կարևոր եւ ինչ է տալիս այս ազգային գնահատումը, հետագայում ինչպես այն արտացոլվելու հետագա մեր քայլերի ուղղությամբ։ Շատ լավ, շնորհակալություն Լիլիթ ջան, շնորհակալ եմ նաև հարցին եւ գործընթացին ուշադրություն հրավիրելու համար։ Իրականում այո, գնահատումները շատ կարևոր են, մանավանդ միջազգային եւ ոչ կողմնակալ կառույցների կողմից։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով այս տարի իրականացրեց Հայաստանում առաջին անգամ ազգային գենդերային գնահատում Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության։ Նշեմ, որ սա ինքնին արդեն լավ ցուցիչ է կառավարության պատրաստակամության մասին,
այնքանով, որ կարևորվում է գործընթացը եւ հրավիրելով միջազգային անկողմնակալ պրոֆեսիոնալ կառույցի իրականացնել գնահատում, նշանակում է բաց լինել, պատրաստ լինել նախ լսել, որտեղ գնահատման արդյունքում ոչ միայն խնդիրներն են վերհանվում, այլ նաեւ ներկայացվում են հատուկ առաջարկներ, ինչպես կարելի է լավարկել իրավիճակը, բարեփոխումներ իրականացնել եւ բավական համապարփակ էր իրականացել, որտեղ օրինակ կուսակցությունները ոչ միայն ԱԺ-ում ներկայացված, այլև ԱԺ-ից դուրս կուսակցությունների հետ ենք հանդիպել, պատիվ ունեի լինել գնահատող հանձնաժողով փորձագետներից մեկը, տեղացի փորձագետը ես էի, եւ կարեւոր է այնքանով, որ գործընթացն ավարտվել է, զեկույցը այս պահին մենք տրամադրել ենք ՀՀ կառավարությանը եւ կարեւոր է այնքանով, որ արդյունքները որքանով կլինեն, հա, իրացնելի, եթե զեկույցը ցանկալի է լինի հրապարակային, դա նաեւ հանրային քննարկումների տեղիք կտա եւ առաջարկների իմպլեմենտացիայի վերաբերյալ տարբեր քննարկում եւ կոնկրետ գործողությունների ու բարեփոխումների։ Իրականում չեմ կարող չհարցնել նաև մեր ազգային ռազմավարության մասին ձեր կարծիքը, սուբյեկտիվ կամ օբյեկտիվ, ինչպես դուք այս պահին նպատակահարմար կգտնեք, արդյոք այն բավարար հիմքեր է ստեղծում, որպեսզի հավասար հնարավորություններ եւ հավասար պայմաններ ապահովվեն կանանց մասնակցության համար քաղաքական։ Շատ լավ, շնորհակալություն, այո, շատ կարևոր փաստաթուղթ է, որովհետեւ ըստ էության Հայաստանում ցանկացած գործընթացներ գենդերային հավասարությանն ուղղված պետք է որ առաջնորդվեն մեր ռազմավարական փաստաթղթով, որը այո այս պահին 2025 թվականների գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունն է եւ դրանից բխող միջոցառումների գործողությունների ծրագիրը։ Նշեմ, որ ռազմավարությունը ունի 6 գերակայություն, ողջունելի է, որ օրինակ նույն կլիման, որ շատ վերջին քննարկվող թեմաներից ներգրավվել է, ողջունելի է, որ գործընթացը եղել է բավական մասնակցային խորհրդատվական տեսանկյունից, որովհետև մշակման ընթացքում խորհրդակցել են բոլոր կազմակերպությունների, մասնագետների, փորձագետների հետ, այդ թվում նաև կատարել կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը, որը նշեցինք, պատիվ եմ ունեցել նաև հիմնելու եւ Հայաստանում միակ ցանցն է այս պահին կանանց քաղաքական ներգրավվածության, այսինքն այդ խորհրդատվական մասը ապահովել է, ինչը կարևոր է։ Բայց գալով սահմանումներին, տեսեք, ունենք 6 գերակայություն եւ եթե խոսենք կանանց քաղաքական մասնակցության մասով, առաջինը դա վերագրելի է առաջինին, որը կառավարման ոլորտներում եւ որոշումների կայացման մակարդակում գենդերային հավասարության ապահովման վերաբերյալ է, հա։ Այստեղ 12 միջոցառում կա, բայց այդտեղից թերևս 2-ն է, որ առնչվում է հենց քաղաքական մասնակցության շատ ուղղակիորեն, որովհետև ավելի շատ հանրային ծառայողների եւ հանրային կյանքում մասնակցությունն է շեշտադրված, կարծում եմ, որ լավարկելու տեսանկյունից մենք կարիք ունենք հենց այդ մակարդակով էլ ավելի հստակեցնելու եւ որոշակիացնելու մեր օրենսդրական եւ ռազմավարական փաստաթղթերի հիմքերը։ Լաուրա, ինձ մոտ մի հարց առաջացավ, արդյոք թվային ներկայացվածությունը վերածվում է իրական մասնակցության եւ ազդեցության։ Իրականում ուզում եմ խոսել նաև առաջատար պաշտոններում կանանց ներգրավվածության մասին, որը երբեմն մի փոքր այլ կոնտեքստում է ներկայացվում, հատկապես եթե մենք խոսում ենք կանանց ընդհանուր ներգրավվածության մասով։ Շնորհակալություն, որովհետև շատ դիպուկ էր հարցը, ամենացավոտ թեմաներին ենք անդրադառնում, որովհետև երբ նայում ենք թվային ներկայացվածությանը, քաղաքական գործընթացներում, կանանց ներգրավվածության, թվերը բավական խոստումնալից են, հա, 30%-ից ավել օրինակ ներկայացվածությունն ենք ազգային ժողովում, բայց եթե խոսենք նույն ազգային ժողովից, երբ գալիս ենք ղեկավար պաշտոններին, հատկապես վերջին 8-րդ գումարման ազգային ժողովում, մենք առաջին անգամ վերջին թերևս 10 տարուց ավելին մենք չունենք կինփոխոսնակ, չունենք խմբակցության կին ղեկավար, հանձնաժողովների ղեկավարներից միայն 2-ն են կին, այսինքն ղեկավար հաստիքներում ճիշտ է թվային ներկայացված են, բայց իրական ազդեցության եւ որոշումների կայացման վրա ազդեցություն խոսք ունենալու համար պետք է նաեւ տվյալ պաշտոններում իրանք ներկայանալի լինեն։ Հետևաբար նույն քվոտավորման գաղափարը օրինակ ցանկալի կլինի ներդնել նաև ինչու ոչ հենց պաշտոնների, կոնկրետ պաշտոնների, իշխումների կամ գոնե ներքին քվոտավորում իրականացնել, երբ դու նշանակում ես։ Սա շատ էական է, որովհետև նույն պատկերը, օրինակ հիմա էլի դրական տեսանկյունից եթե նայենք, կառավարության կազմում արդեն ունենք բավարար ներկայացվածություն, չնայած այնտեղ շատ կարևոր է ոլորտայինը, դա էլ տեսեք ուժային կառույցներում առաջին անգամ կինդատախազ ունենք եւ էլ չասեմ մյուս ուժային, հա, ունենք արդարադատության, չանցելի ենք ունեցել, արդարադատության կիննախարար արտաքին հետախուզության ծառայության պետն է կին, տեսեք, սրանք որոշում կայացնող դերեր են եւ այստեղ կանանց ձայնի
իրացման իրավունք միանշանակ շատ ավելի մեծ են հնարավորությունները, քան պարզապես թվային ներկայացման ցանկացած օղակում։ Հետևաբար ցանկացած գործընթաց հատկապես քաղաքական գնահատելիս ես խորհուրդ եմ տալիս ոչ միայն մենք նայենք այն հիանալի թվային ցուցանիշներին, որ մենք գնահատել ենք, այլ նաև գանք հենց առաջնորդ պաշտոններում ներկայացվածությանը, որովհետև հենց այստեղ է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես են կառուցվածքային խոչընդոտները, որոնք մեծ հաշվով կարծրատիպերն են, սոցիալական նորմերն են ազդում կանանց իրական առաջընթացի վրա։ Եվ հաճախ շատերը քննադատում են նույն քվոտաների ժամանակ, հատկապես թիմի մակարդակով, ասում են, գիտեք, այդպես ձևական ուղղակի ներգրավում են, չենք նայում գործընթացի մյուս մասին, որ կուսակցությունները պարտավոր են ոչ թե կանանց, երբ որ իրանց անհրաժեշտ է գնան կին փնտրեն, որ ներկայացնեն ցուցակներում, այլ պետք է իրանք հենց սկզբից բաց լինեն, կանանց էլ ներգրավեն, աշխատեն եւ տան հենց կուսակցության ներսում էլ որոշիչ պաշտոններում կանանց ներկայացվածության հնարավորություն։ Եկեք անդրադառնանք, թե ով եւ ինչպես են սահմանում խաղի կանոնները։ Իրականում մենք խոսում ենք տարբեր փաստաթղթերի, կոնկրետ կարգավորիչ մեխանիզմների մասին, օրենքների մասին եւ մենք հասկանում ենք, որ հենց այդ իրավակարգավորիչ մեխանիզմներն են երբեմն թելադրում խաղի կանոնները։ Բայց այստեղ նաեւ կուսակցությունների դերի եւ գործելավոճի մասին մի փոքր անդրադառնանք եւ եթե մենք խոսում ենք այս համատեքստում կանանց քաղաքական մասնակցության առումով, ինչպես կարելի է գնահատել կամ բնորոշել մեր այս գործընթացի մեջ կոնկրետ կուսակցությունների դերը եւ գործելավոճը, ինչքանով են դրանք նպաստավոր կանանց քաղաքական մասնակցության խթանման տեսանկյունից։ Շատ լավ, տեսեք, շատ ճիշտ եք նշում, երբ խոսում ենք կանոններից, կանոնները թերևս մեր ընտրակարգն է, խորհրդարանական կառավարման ձևը, եւ այս պահին այն ինչ մենք ունենք, ես սկզբում էլ նշեցի, հա, կուսակցությունների մասին օրենք եւ ընտրական օրենսգիրք։ Այն սահմանում է, որ մենք այս պահին ունենք համամասնական ընտրական համակարգ Հայաստանում։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն կուսակցությունները համար 1 օղակն ու պատասխանատուն են ցանկացած քաղաքական մասնակցության, ցանկացած գործընթացների, ցանկացած խմբի մասնակցության, այդ թվում նաև կանանց։ Հետևաբար քվոտավորումը կուսակցությունների ցուցակների, այս պահին նաև որոշ կուսակցություններ ներքին քվոտավորումներ են իրականացնում, ինչ շատ ողջունելի է, հա։ Իրենք հիմնական եւ կարեւոր օղակն են։ Շատերը սա քննադատում են, ասում են, որ մեծամասնականի ժամանակ կանայք, քանի որ փոքր է, այսինքն խոշորացված չէին, համայնքները իրենք ավելի ճանաչելի էին, ավելի էին կարողանում, հա, մասնակցել եւ ընտրվել, բայց դա թյուր կարծիք է, որովհետեւ եթե մենք թվերին նայենք, բարձ հենց թվային ներկայացվածությամբ, հենց նույն տիմերում կանանց թիվը մինչեւ այս մեծամասնականում եւ հիմա կտրուկ տար շատ է աճել, մոտավորապես եթե թվայինով կարող է սխալվեմ, բայց մենք հասել ենք 30%-ի, եթե չեմ սխալվում, մոտ 6%-ից, այստեղ շատ կտրուկ աճ է գրանցվել, որովհետեւ կուսակցությունները ճիշտ է բարթացրել են այնքանով, որ եթե չլինես քաղաքական թիմի անդամ, ճիշտ է մեր օրենսդրությունը թույլ է տալիս մինչև 30% ցանկում ունենալ ոչ կուսակցական մարդիկ եւ կանայք հետաքրքիր է, հենց կանայք էին օգտվում այդ 30% ոչ կուսակցական ցանկում ներկայացվածությունից տարիներ առաջ այս ընտրություններին կարծում եմ այդ դա բավական վերացել է, որտեղ կուսակցություններն էլ են դեմ ունենալուն ոչ քաղաքական, հա, այսպես թիմակիցներ իրենց շրջանակներում։ Տեսեք, շատ, այսինքն հիմնական դերը տանում են կուսակցությունները։ Հետևաբար կուսակցությունների հետ աշխատանք, ես քիչ առաջ խոսում եմ նաև ռազմավարությունից։ Ռազմավարություններում ոչ միայն պետական գործադիր մարմիններին, այլ նաև կուսակցություններին որպես գործող դերակատարներ նշելը, հիշատակումը, պարտավորությունների սահմանումը շատ կարևոր է, որովհետև երբ խոսում ենք քաղաքական մասնակցությունից, անհնար է դա անել առանց կուսակցությունների դերի։ Մենք հաճախ միջազգային տերմինաբանությամբ նաև ասում ենք, որ կուսակցությունները դրան քաղաքական գործընթացների դարպասապահներն են։ Եթե ուզում ես այդ դարպասով մտնել, առանց իրենց թույլտվության, առանց իրենց հետ այդ խաղի կանոնների մեջ մտնելու չես կարող։ Հետևաբար ուզում եմ արձանագրել, որ շատ դրական է այն, որ մենք համամասնական ընտրակարգի ենք անցել, դա հնարավորություն տվեց կանանց ներկայացվածությունը գոնե շատ մեծ թվով բարձրացնել, միջազգային նաև տենդենսներին համարժեք, իսկ մնացած աշխատանքները, թե ինչքանով դա կլինի արդյունավետ, ինչքանով են կայնարկ իրապես իրավազորված, արդեն կուսակցությունների բուն ներկուսակցական գործընթացների հիմքում է, բայց մի նախադասությամբ այս հարցը ուզում եմ ավարտել, դա այն է, որ երբ մենք խոսում ենք ժողովրդավարությունից, ես հաճախ հենց այս կետից եմ խոսում, ժողովրդավարությունը ինքը լայն հասկացություն է, տարբեր, հա, հասկացությունների, երևույթների իրավունքների, երաշխիքների համախումբ առանց գենդերային հավասարության, առանց կանանց քաղաքական մասնակցության մենք չենք կարող ունենալ ժողովրդավարություն, սա ուղղակի պարզ ճշմարտություն է։ Հետևաբար այդ լայն կոնտեքստում է պետք է դիտարկենք։ Լաուրա, շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար, ցավոք մեր ժամանակը մոտեցավ իր ավարտին։ Ես հիշեցնեմ, որ եթերում բաց տեքստով հաղորդաշարներ կհանդիպենք։